Այսօր որոշել եմ հարիսա պատրաստեմ, վերցրել եմ 1 հատ ամբողջական հավ, 2,5 եմ արել, շատ չեմ մանրացնում, որ ոսկրահան անելուց հեշտ լինի, բաժանել եմ 2 մասի։ Հիմա կդնեմ լավ խաշվելու, լիքը ջուր կլցնենք, որ լավ ծածկի։ Արդեն լավ եռում է, չենք մոռանում հավաքել քափը։ Քափը հավաքելուց հետո վերցրել եմ մոտ 1 կիլոգրամ ձավար, լավ մաքրել եմ, լվացել եմ, հիմա կավելացնեմ այստեղ։ Չեմ խառնելու, այսպես մնալու է լավ եփվի, մինչև ձավարը լավ բացվի, լավ եփվի։ Ասեք արդեն լավ եփվել է, հիմա աղ կավելացնեմ։ Հինգ րոպե թող եռա, կանջատեմ, որպեսզի ոսկրահան անեմ արդեն։ Թողեցի մի փոքր սառի, հիմա հանում եմ հավը և ոսկրահան եմ անելու արդեն, լավ եփվել է։ Եփելու ընթացքում չենք խառնում, որ չկպնի, միակ գաղտնիքը դրա մեջ է։ Կաշիները և ոսկորները հիմա լրիվ հանելու եմ և ավելացնեմ այստեղ, տեսեք ջուրը թողել եմ, որ լավ խփեմ, ինքը պնդանալու է։ Ահա, ոսկրահան արեցի, հիմա լավ այսպես հարելու ենք, մինչև միսը ձավարի հետ դառնա համասեռ զանգված, լավ խփելու ենք այսպես։ Կարող ենք նաև բլենդերով հարել, տեսեք, արդեն համասեռ զանգված է դառել, վերջ, պատրաստ է, կարող ենք արդեն մատուցել։ Վերջ, պատրաստ է, վրայից էլ դնում ենք յուղ կամ կարագ և մատուցում ենք։ Բարի ախորժակ ցտեսություն։